Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 23։ Սկզբում էր բանը, և բանը Աստծո մոտ էր, և բանը Աստված էր։ Հովհաննես առաջին գլուխ առաջին խոսք։ Չկա ոչինչ, որի մասին մենք ավելի վստահ ենք, քան այն, որ մտածում ենք, և այնուամենայնիվ չկա ոչինչ, որի մասին մենք ավելի քիչ պատկերացում ունենք, քան այն, թե ինչպես ենք մտածում։ Ով կարող է նկարագրել, թե ինչպես է միտքը ծնվում հոգում։ Անկասկած, հավերժական հոգու ծնունդն ու ծագումը կարող են համարվել աստվածային մեծ առեղծվածներ, որոնց խորությունը մենք չենք կարող ըմբռնել, և այնուամենայնիվ մենք մեծարում ենք այդ խորությունը։ Արտահայտված խոսքը դա մտքի գլխավոր և ամենաբնական արտահայտությունն է, և այսպես Քրիստոսն է խոսքը, քանզի նրա միջոցով Աստված խոսեց մեզ հետ այս վերջին օրերում և պատվիրեց մեզ հնազանդվել նրան։ Աստծո որդուն բան կոչելու ամենաակնհայտ պատճառն այն է, թերևս որ ինչպես մեր խոսքերը մեր մտքերն են բացահայտում ուրիշներին, այնպես էլ Աստծո որդին ուղարկվեց աշխարհին բացահայտելու իր հոր մտքերը։ Ավետարանչի ասածը Քրիստոսի մասին ապացուցում է, որ նա Աստված է։ Նա հաստատում է նրա գոյությունը սկզբում և նրա մեկ լինելը հոր հետ։ Բանը Աստծո հետ էր։ Ամեն ինչ ստեղծվել է նրանով, ոչ թե նրա կողմից որպես գործիք։ Առանց նրա ոչինչ չի ստեղծվել, ամենաբարձր հրեշտակից մինչև ամենաաննշան որդը։ Սա ցույց է տալիս, թե որքան լիովին էր պատրաստված նա մեր փրկագնման և փրկության գործի համար։ Բանականության լույսը, ինչպես նաև զգայարանների կյանքը բխում են նրանից և կախված են միայն նրանից։ Այս հավերժական խոսքը, այս ճշմարիտ լույսը փայլում է, բայց խավարը չի կարող այն ընկալել։ Եկեք անդադար աղոթենք, որ մեր աչքերը բացվեն, որպեսզի մենք տեսնենք այդ լույսը, քայլենք նրա մեջ և այդպիսով իմաստություն ձեռք բերենք փրկության համար Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով։